Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանն եմ, եթերում խաղի կանոններ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Հակոբ Մանուկյան, քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Արմենուհի Հարությունյան, շուկաների վերլուծության բաժնի պետի պաշտոնակատար։ Բարև ձեզ։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք քննարկեցինք 2025 թվականի ընթացքում մրցակցության վերահսկողության եւ սպառողների շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր, թե ինչ է կատարել հանձնաժողովը։ Կան այլ ուղղություններ, որոնցով հանձնաժողովը շատ լավ զբաղվել է եւ որոնք են դրանք, ինչ եք հիմնականում արել 2025 թվականի նախորդ վերլուծություններից զատ։ Տեսեք, եւ իրոք նախորդ քննարկումը ուղղված էր ավելի շատ վարչահայկական հանձնաժողովի լիազորություններին։ Այստեղ պետք է ամրագրենք, որ եթե դիտարկենք հանձնաժողովի բոլոր լիազորությունները, դրանք կարելի է բաժանել բովանդակությամբ 3 ուղղության. մրցակցության վերահսկողությունը, սպառողների շահերի պաշտպանությունը եւ մրցակցության գնահատումը։ Բացացի առաջին երկուսը, ինչպես արդեն նշեցի, նրանք վարչահայկական ֆունկցիա են, երբ մենք փորձում ենք հանձնաժողովի վարույթային կամ հետազոտական ավելի շատ վարույթների համատեքստում ֆունկցիաների իրականացման շրջանակներում կարողանանք կանխարգելել, եթե դա հնարավոր է, բայց հիմնականում ավելի շատ պատժել արդեն տեղի ունեցած իրավախախտումները, այսպես ասած։ Երբ մենք ունենում ենք իրավիճակի, երբ տուգանքի եւ հանձնարարականների նշանակման փորձում ենք արդեն վերականգնել այն վնասը, որ շուկան ստացել է մրցակցային կամ սպառողների շահերի ոլորտում իրավախախտումների արդյունքով։ Ինչ վերաբերում է երրորդ ուղղությանը, որ ես նշեցի, մրցակցության գնահատումը։ Այստեղ իր հիմնական ֆունկցիան ավելի շատ կենտրոնանում է կանխարգելման վրա։ Երբ մենք փորձում ենք մեր գործողություններով կանխարգելենք այն խնդիրները, որ հնարավոր է տեղի ունենան։ Օրինակ, այս տրամաբանության մեջ է լիովին տեղավորվում համակենտրոնացումների գնահատումը։ Երբ հանձնաժողովը կոնկրետ չափանիշները գերազանցող գործարքները դիտարկում է, այսինքն տնտեսարող սուբյեկտներն ունեն պարտավորություն հանձնաժողովին ներկայացնելու հայտարարագիր, որ իրենք տրամադրված են կազմել, կնքել կոնկրետ գործարքը, կապ չունի ինչ ֆորմատում, միաձուլման, ձեռքբերման, փայաբաժնի ձեռքբերման կամ վերակազմավորման եւ այլն, ցանկացած ֆորմատով նոր տնտեսարող սուբյեկտի կամ նոր տնտեսական գործառույթի ձեռքբերման համատեքստում եւ կոնկրետ չափանիշների անցնելու դեպքում նրանք ներկայացնում են հայտարարագիրը այդ մտադրության վերաբերյալ եւ հանձնաժողովը քննարկում է, գնահատում է արդյոք նման գործարքի իրականացումը չի բերի հետագայում խնդիրներ այդ ապրանքային շուկայի համար։ Այսինքն այս ֆունկցիան ինքն իրանով ամբողջովին կանխարգելում է հետագայում մրցակցային ռիսկերը։ Ու այստեղ իհարկե բավականին բարդ վերլուծական ֆունկցիաների ներդրման մասին է խոսքը, երբ մենք փորձում ենք իհարկե ապահովել տնտեսական ազատությունը եւ տնտեսական ակտիվությունը երկրում, քանի որ ցանկացած տնտեսական ներդրում, գործարք, տնտեսվարողի վերափոխում նշանակում է տնտեսական զարգացում փաստացի։ Եվ այստեղ կարևոր է գտնել այդ կետը հավասարակշռության, որտեղ մի կողմում տնտեսական զարգացումն է հիմնված նոր ներդրումների, նոր ընկերությունների եւ մյուս կողմում արդեն գործող շուկայի մրցակցային ազատություններն են եւ շուկայի մրցակցային հավասարակշռվածությունը, այսպես ասած։ Ու այս հավասարակշռությունը, այս հավասարումը, այսպես ասած, լուծելու համար անհրաժեշտ է դիտարկել օրինակ պայմանով համակենտրոնացման թույլտվման տարբերակը, երբ հանձնաժողովը չի կասեցնում, չի արգելում գործարքը, բայց կողմերի նկատմամբ սահմանում է պայմաններ, ասելով, որ եթե դուք կատարեք այս պայմանները, նոր այդ դեպքում հնարավոր է մենք ձեզ թույլ տանք, որոշ մենք ձեզ թույլ ենք տալիս միայն այս պայմանների դեպքում իրականացնել ձեր գործարքը։ Առանցքում ապահովում է թե տնտեսական գործունեությունը եւ տնտեսական զարգացումը, թե մրցակցության պաշտպանությունը։ Կարևոր այլ ուղղություն է մրցակցության գնահատման համատեքստում, որը ունի ել ավելի լայն այս դեպքում տրամաբանություն, օրինակ ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը, որը օրենքով սահմանված առանձին լիազորություն է, որի շրջանակներում կրկին հանձնաժողովը բավականին լայն վերլուծական գործընթացներ է կազմակերպում։ Բայց դրանից զատ, այսինքն եթե ամփոփեինք այս 3 ուղղությունը որպես հիմնական ընթացիկ աշխատանք, այսպես ասած, երկրի ներսում, մրցակցության վերահսկողություն, մրցակցության գնահատում եւ սպառողների շահերի պաշտպանություն, հանձնաժողովն իհարկե ունի նաեւ արտաքին աշխարհի հետ կոմունիկացվելու անհրաժեշտություն, որտեղ իհարկե Հայաստանի Հանրապետությունը այտենց փակված աշխարհից կտրված երկիր չէ։ Հայաստանի Հանրապետությունում տենդենսները թե մրցակցային ոլորտներում, թե այլ ոլորտներում փոխկապակցված են միջազգային տենդենսների հետ, արդյունքում կոմունիկացիան եւ փոխկապակցվածության եւ փոխգործունեության խորացումը
երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների շրջանակներում, այսինքն միջազգային համագործակցությունը որպես այդպեսին կարևոր գրավական է նաեւ մեր գործառույթների զարգացման իմաստով, թե նոր գործառույթների ավելացման, օրենսդրության լավարկման, թե արկա գործառույթներում պրակտիկ կիրառելիության գործիքակազմերի փոփոխության իմաստով, ինչը բերում է նաեւ սպառողների շահերի պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության իմաստով կարևոր ձեռքբերումներ։ Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ ոլորտային ուսումնասիրությունները կարևոր գործիք են մրցակցության վերահսկողության վերահսկման համար, կբացատրեք որոնք են դրանք եւ առասարակ ինչպես են կատարվում։ Տեսեք, ինչպես նշեցինք, բացասի ոլորտային ուսումնասիրությունը նույնպես ունի այդ կանխարգելիչ ֆունկցիան, ապահովելու հետագա հնարավոր ռիսկերի, խուսափելը, նվազեցնելը, ինչ եղանակով է դա տեղի ունենում։ Ասենք ամենապարզ կետից, թե ոլորտային ուսումնասիրությունը ինչ տեսք է ունենում կամ ինչի համար է իրականացվում։ Հանձնաժողովը ամեն տարվա կտրվածքով ընտրում է որոշակի ոլորտներ, որոնք սոցիալական կարևորություն ունեն։ Օրինակ, այդ դրա անվանությամբ հանձնաժողովը այս գործառույթը արդեն բավականին երկար ժամանակ իրականացնում է, կարող եմ նշել ավելի վաղ տարիներից, օրինակ հավի մսի կամ ձվի շուկայի ուսումնասիրությունը, որոնք սոցիալական կարևորության ապրանքներ են, առաջին օգտագործման պարենային ապրանքներ են, կամ դիտարկում է օրինակ վերափոխվող շուկաները։ Երբ օրինակ մենք դիտարկում ենք էլեկտրոնային առևտուրը, որովհետև էլեկտրոնային առևտրի շուկան նոր էր կազմավորվում եւ այդ շուկայի նոր տենդենսները նոր ռիսկեր էին բերում։ Կամ մենք օրինակ դիտարկել ենք էլի այդպես նախորդ տարիների ընթացքում էլեկտրոէներգիայի շուկան, երբ որոշում կայացվեց ազատականացնել ոլորտը։ Եվ փաստացի մեր ոլորտային ուսումնասիրության հիմնական նպատակը ուղղված է նրան, որպեսզի օգնենք մեր գործընկեր կառույցներին, պետական մարմիններին այս գործընթացը մաքսիմալ արդյունավետ կազմակերպելու, որպեսզի վերջին արդյունքում ունենայինք ազատ, արդար, թափանցիկ աշխատող շուկա, եւ նաեւ մենք ինքներս հասկանանք, թե այդ ոլորտում գործընթացներն ինչպես կզարգանան ապագայում, որպեսզի կանխատեսենք նաեւ մեր մարմնի լիազորությունների իմաստով հետագա ռիսկերը։ Կամ մենք դիտարկում ենք օրինակ շուկաներ, որոնք որ նախկինում արդեն դիտարկել էինք, ինչի, որովհետև շատ դեպքերում, երբ մենք խոսում ենք օրինակ կենտրոնացվածության աստիճանի մասին կամ երբ մենք խոսում ենք կառուցվածքի կազմի մասին շուկայի, շատ վերացական, մակերեսային է ձևակերպումը, որ թե մենք ասենք օրինակ X շուկայում գործում է 4 տնտեսվարող սուբյեկտ եւ այդքանով փորձենք գնահատում անել։ Որտեւ հնարավոր է որ դուք ունենաք նույն 4 տնտեսվարող սուբյեկտին շարունեք 5 տարի առաջ, բայց ընդհանրապես այլ կառուցվածքով մասնաբաժինների, օրինակ 4 տարի առաջ նույն 4 հոգին X շուկայում գործունեություն էին ծավալում, բայց առաջին սուբյեկտն ուներ օրինակ 80%, երկրորդ սուբյեկտը ուներ օրինակ 10% եւ մնացածը, ասենք 7 եւ 3, այս դեպքում անցել է 5 տարի եւ դուք նորից նայում եք էլի նույն 4 տնտեսվարող սուբյեկտներ եւ այդ մակերեսային եզրակացությունը կլներ, որ շուկային ոչինչ չի փոխվել, բայց օրինակ երբ դուք մասնաբաժիններն ուսումնասիրում եք, պարզվում է, որ առաջին սուբյեկտի մասնաբաժինը հասել է 40%-ի։ Այսինքն, շուկայի մուտքի խոչընդոտները հնարավոր է կան, որոնցից մի մասը հնարավոր օբյեկտիվ է, օրինակ ֆիքսված ծախսերի մեծ քանակությունը, ոլորտի լիցենզավորումը եւ այլն, բայց շուկայի ներսում մասնակիցներն ունեցել են բավարար ռեսուրսներ, ու շուկան ներսում բավարար ազատ է եղել նրա համար, որ մարդիկ կարողանան զարգանալ, աճել եւ ձևավորել նոր շուկայական միջավայր։ Այս իմաստով փաստացի թե սոցիալական կարողության ոլորտները, թե նոր ձևավորվող ոլորտները, թե շուկաների վերանայումը ուղղված է մի քանի կարևոր եզրահանգման։ Ու եզրահանգները կարելի է 3 կարևոր խմբերի բաժանել։ Առաջինը, եթե մենք չենք բացահայտում ոչ մի խնդիրներ թե մեր դաշտում, թե ոլորտի կարգավորման դաշտում, մեր հիմնական նպատակը իրազեկումն է դառնում։ Բացատրել տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին, հասարակության լայն շրջանակին ինչպես է աշխատում այդ շուկան, ովքեր են այդ շուկայում, ինչ կառուցվածք ունի այն եւ այլն։ Եթե մենք բացահայտում ենք մեր ոլորտի, մեր վարչարարության լիազորությունների շրջանակում գտնվող խնդիր, օրինակ, ոլորտային ուսումնասիրության արդյունքով պարզեցինք, որ կարծես թե արկա են դրսևորումներ փոխկապակցված օրինակ գեյշու դիրքի հետ։ Մենք տեսնում ենք իրավիճակ, որ նման է օրինակ չհիմնավորված ցածր գնի կիրառմանը։ Մենք այս հատվածով փոխանցում ենք գործառույթները մեր մյուս բաժիններին, արդեն վարչարարական, վերահսկողական ֆունկցիա կատարող բաժիններին, որոնք որ արդեն հետագայում այդ գործընթացը կզարգացնեն հենց մեր լիազորությունների շրջանակներում, ու մենք այդ ռիսկը կնվազեցնենք, ոչ թե կնվազեցնենք, հաստատի կվերացնենք նրանով, որ կունենանք վարչարարական հետևանքներ։ Եվ երրորդ ուղղությունը, երբ մենք գտնում ենք խնդիրներ ոչ թե մեր լիազորության դաշտում, այլ օրինակ կապված այլ պետական մարմնի լիազորությունների հետ։ Շատ հաճախ, երևի ամենահաճախ հանդիպողը դա ոլորտի օրենսդրական կարգավորումն է։ Որտեղ շատ դեպքերում մենք բացահայտում ենք, որ խնդրի հիմնախբյուրը ոչ թե կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծն է, այլ ոլորտը այնպես է կարգավորված, որ արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կամ ստիպված են այդպես գործել, կամ փաստացի իրավիճակը ձևավորվում է այդ կերպ,
կոնկրետ օրենսդրական բացերի կամ օրենսդրական խրթին կամ սխալ կարգավորումների պատճառով։ Այս դեպքում ինչ ենք անում մենք, մշակում ենք առաջարկների փաթեթ, որն ուղարկում ենք համապատասխան պետական մարմնին, կազմակերպում ենք իհարկե հանդիպումներ եւ քննարկումներ նաեւ, թե պետական մարմինների թե տնտեսարար սուբյեկտների հետ, հասկանալու ոլորտի էֆեկտիվ կարգավորման հեռանկարը։ Ինչքան էլ փաստացի կարգավորումը, եթե խոսքը գնում է օրենսդրական կարգավորման մասին, ապա ամբողջովին դուրս է հանձնաժողովի դիտարկման դաշտից, որտեղ հանձնաժողովը օրենսդրական փոփոխություն նախաձեռնող մարմին չէ ըստ օրենքի, մենք փորձում ենք հետամուտ լինել մեր տված առաջարկներին, փորձում ենք աջակցել այլ պետական մարմիններին, օրինակ, երբ պետք է լինում, մենք դիտարկել ենք օրինակ առողջային ցանցերի շուկան, որի արդյունքով որոշակի օրենսդրական փոփոխությունների կարիք էինք տեսել եւ մեր էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ միասին աջակցելով էկոնոմիկայի նախարարությանը կարողացանք իրականացնել այդ օրենսդրական փոփոխությունները։ Այս իմաստով փաստացի եթե ամփոփեմ, ոլորտային ուսումնասիրությունների նպատակը, մենք փորձում ենք դիտարկել խոշոր մեծ ոլորտները, վերլուծելով ամբողջովին ոլորտը, թե կառուցվածքը, թե տենդենսները, թե միջազգային ներգրավվածությունը եւ այլն, եւ որպես արդյունք ունենում ենք սկսած ուղակի տեղեկացվածության բարձրացումից, վերջացրած ոլորտի ամբողջական վերափոխումը օրենսդրության եւ կարգավորման դաշտով, որը բերում է ավելի թափանցիկ, ավելի արդար, ավելի ազնիվ մրցակցության եւ սպառողների պաշտպանվածության մակարդակի բարձրացման, ինչն էլ հենց այդ կանխարգելման ֆունկցիայի հիմնական նպատակն է։ Կառուցապատման ոլորտը եւս եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, այս ոլորտում հանձնաժողովն ինչ է արել։ Ուրեմն, ինչպես նշեց գործընկերս, ամփոփելով ընդհանուր ոլորտային ուսումնասիրությունների նպատակը, թե ինչի համար ենք մենք սկսում ոլորտային ուսումնասիրությունները եւ դեպի ուր ենք տանում, ներկայացնեմ, որ անցած տարի հանձնաժողովը որոշում կայացրեց հերթական սոցիալական կարևորություն ներկայացնող ոլորտներում ուսումնասիրություն իրականացնել, դրանք կառուցապատման ոլորտներ, ստենդների շրջանառության ոլորտներ եւ ստենտավորման ծառայությունների մատուցման ոլորտներ։ Ուրեմն, ինչպես գիտենք, հանձնաժողովը անցած տարվանից սկսած իր գործառույթներում ավելացրել էր նաեւ սպառողների շահերի պաշտպանության կենտրոնացված մարմնի գործառույթը, այսինքն հանձնաժողովի հանդես է գալիս տվյալ ոլորտում որպես կենտրոնացած մարմին, հետևաբար անցած տարի որոշեցինք մի ոլորտային ուսումնասիրություն նվիրել սպառողների շահերի այնպիսի ոլորտ, որը ուղղված կլինի սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից դիտարկմանը։ Այս ամեն ինչը հաշվի առնելով որոշեցինք, որ պետք է ուսումնասիրություն իրականացնեն կառուցապատողների, բազմաբնակարան նորակառույց շենքերում եւ սպառողների միջև կնքվող գործարքներին եւ դիտարկումներ իրականացնենք, թե որքանով են տվյալ ոլորտում տվյալ գործարքներ իրականացնելի սպառողների շահերը պաշտպանված։ Այսպիսով ընտրեցինք բոլոր կառուցապատող ընկերությունների ուսումնասիրություններ իրականացրեցինք, տեղեկատվություն հավաքագրեցինք եւ արդյունքում հիմնական ուղղվածությունը կատարեցինք, ուսումնասիրության հիմնական ուղղվածությունը 3 ուղղությամբ տարանք, դա օֆերտայի ներկայացման փուլն է, այսինքն երբ կառուցապատողը որոշակի առաջարկով հանդես է գալիս գնորդներին, տվյալ դեպքում գնման իրավունք ձեռք բերողների նկատմամբ, թե ինչ է առաջարկվում, ինչպիսի բովանդակային նյութ է առաջարկվում, այսինքն թե ինչպիսին կլինի ձեռք բերվող անշարժ գույքը, ինչ լրացուցիչ ծառայություններ կունենա, ինչպիսի կանաչապատ տարածքներ կամ այլ հարակից ծառայություններ կարողանա մատուցել եւ այդ առաջարկի գրավիչ հանդիսացող առաջարկի փաթեթով գրավել գնորդին իր հետ գնման պայմանագիր կնքելու համար, գնման իրավունքի պայմանագիր կնքելու համար։ Երկրորդ փուլը հենց բուն գնման իրավունքի կնքման փուլն էր, որ ուսումնասիրեց հանձնաժողովը, եւ երրորդ փուլը արդեն շահագործման հանձնումից հետո տվյալ անշարժ գույքի սպասարկման եւ շահագործման փուլում տեղի ունեցող գործընթացներն էին։ Ուրեմն հանձնաժողովը ուսումնասիրելով եւ ամփոփելով այս ամեն ինչը առաջարկությունների լայն փաթեթ մշակեց, որը ներկայացվեց լիազոր մարմիններին։ Պետք է նշեմ, որ աշխատանքների ընթացքում ոչ միայն հանձնաժողովը շփվում է լիազոր մարմինի տեղեկատվություն է հավաքում լիազոր մարմիններից եւ քննարկումներ է իրականացնում լիազոր մարմինների հետ, այլ ոլորտի բոլոր շահառուների հետ, տվյալ դեպքում նաեւ կառուցապատող ընկերությունների կարծիքն է հաշվի առնում եւ կառուցապատող ընկերությունների հետ համապատասխան քննարկումներ իրականացվում, խնդիրները ներկայացում են նաեւ ընկերություններ տնտեսվարող սուբյեկտները եւ վերջիններիս կարծիքը եւս կարեւորվում է ոլորտի լավարկման ուղղությամբ աշխատակա աշխատանքների իրականացման համար։ Ամբողջական փաթեթը ունենալով առաջարկությունների հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ պետք է որոշակի
անհամապատասխանությունները բացառվեն օֆերտայի ներկայացման, այսինքն առաջարկի ներկայացման փուլում առաջարկի բովանդակության հետ կապված եւ պայմանագրի կնքման փուլում անշարժ գույքը ձեռք բերող ընկերությունների գնման իրավունքի պայմանագրում հիմնական բովանդակության հետ, այսինքն դրանք պետք է եթե ոչ ամբողջությամբ ներառված լինեն, եթե ոչ ամբողջությամբ ներառված են պայմանագրում, ապա գոնե պետք է չշեղվեն հիմնական օֆերտայի առաջարկից եւ պետք է ապահովեն օֆերտայի առաջարկի բոլոր պայմանների հետագայում ապահովումը։ Երկրորդ փուլը հենց բուն պայմանագրի կնքման փուլն է, երբ որ գնորդները արդեն պայմանագիր են, գնման իրավունքի պայմանագիր են կնքում անշարժ գույքի կառուցապատողի հետ, տվյալ դեպքում արդեն ուսումնասիրվում էր պայմանագրերում այնպիսի կետերի չներառումը, որոնք կարող են չբխել սպառողի շահերից, որի վրա անուղղակի կերպով սպառողը իրավունք չի ունենա, գնորդը չի կարողանա ազդեցություն ունենալ, եւ երրորդ փուլը դա արդեն սպասարկման փուլն է, որտեղ հանձնաժողովը գտնում է, որ սպասարկման փուլում եւս մենք որոշակի փոփոխություններ կատարելու իրավական պահանջների անհրաժեշտություն կա, այսինքն սպասարկում իրականացնող ընկերությունը հենց պետք է լինի կառուցապատող ընկերությունը գոնե առաջիկա շենքը շահագործման հանձնվելուց հետո գոնե առաջիկա 3 տարիների ընթացքում, որովհետեւ նախ առաջանում են խնդիրներ, որոնք բուն կառուցապատման որոշակի տեխնիկական ենթակառուցվածքների թերությունների հետևանքով է առաջացել եւ դա պարտավոր է կառուցապատողը սպասարկել եւ նորոգումներ իրականացնել եւ շահագործման համար բնականon աշխատանքի համար պահանջվող սպասարկումն է, դա կլինի մաքրություն, լուսավորություն, կանաչապատում եւ այլն, իսկ երկրորդ փուլը, երկրորդ սպասարկման խումբը, որ առանձնանում է ընդհանուր փաթեթից, դա արդեն լրացուցիչ ծառայությունների առաջարկն է։ Ենթադրենք օֆերտայում ներկայացվել է, որ պետք է տվյալ նորակառույց համալիրում լինի լողավազան կամ պետք է առանձին անվտանգության համակարգ լինի, դրանք արդեն լրացուցիչ ծառայություններ են, որը եւս մտնում է սպասարկման ընդհանուր փաթեթի մեջ եւ հանձնաժողովը, ինչպես արդեն նշեցի, առաջարկել է, որպեսզի օֆերտայի պայմանները արդեն իսկ ներկայացնելից առաջի փուլից մինչև վերջի փուլի ավարտը ամբողջությամբ լիովին հնարավորինս լայն եւ հնարավորինս ամբողջական լինի տեղեկատվությունը եւ ժամկետների պահպանման ամենակարևոր խնդիրը, որպեսզի ժամկետները այնպիսի խելամիտ ժամկետներ սահմանված լինեն թե օֆերտայի ներկայացման պարագայում եւ թե արդեն պայմանագրում ամրագրված լինեն այնպիսի ժամկետներ, որոնք իրատեսական են եւ որոնք ապահովումը պարտադիր է կառուցապատողի կողմից։ Ամփոփելով կառուցապատման ոլորտային ուսումնասիրությունը ասեմ, որ բավականին ակտիվ աշխատանքներ արդեն իսկ 2026 թվականին իրականացվել են եւ ինչպես նշեցի, քննարկումներ եղել են կառուցապատողների միջև եւ լիազոր մարմինների միջև մեր գործընկերների, էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ որոշակի փաթեթ արդեն մշակած ունենք եւ շրջանառության մեջ է դրվել կարծիքների հավաքագրման փուլն է, որը եւս լրամշակվում է, կարծում եմ տարվա ավարտին կամ չեմ կարող ասել երբ վերջնական կունենանք այնպիսի փաստաթուղթ, որը լիովին ավելի կլավարկի տվյալ ոլորտը եւ բոլոր տեսակի կարգավորումները այնպիսի կլինեն, որը իշա սպառողի կծառայի։ Ձեր թույլտվությամբ, եթե հնարավոր է, ես հավելեմ քննարկումների մասով, որ քննարկումներն ունեն հավելյալ, օգուտ հանձնաժողովի համար, երբ մենք քննարկում ենք ունենում տնտեսական սուբյեկտների պետական մարմինների հետ, ոչ միայն կոնկրետ ոլորտի ներսում կարգավորումների զարգացնելու իմաստով, այլ նաև երբ մենք խոսում ենք օրինակ հանձնաժողովի մեթոդական, ենթաօրենսդրական ակտերի զարգացման իմաստով։ Ինչի, որովհետև երբ դուք ունենում եք հնարավորություն քննարկում ունենալու կոնկրետ ոլորտի ներկայացուցիչների հետ, ոլորտի առանձնահատկություններից բխող փոփոխությունների պահանջը ավելի հստակ է դառնում, եւ այդ փոփոխություններն իհարկե հետամուտ լինում հանձնաժողովը նաև սեփական փաստաթղթերի շրջանակներում։ Այս իմաստով թե մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե մեր հասարակության լայն շրջանակին էլ կուզենայի հատուկ տեղեկացնել, որ փաստացի հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների սեփական օրենսդրության դաշտում կամ ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակ չի հիմնվում միայն սեփական փորձի կամ սեփական պատկերացումների վրա, դա միշտ լինում է այսպիսի ոլորտային ուսումնասիրությունների կամ այլ վարչարական գործընթացների արդյունքում նաև տեղի ունեցող քննարկումներում սպառողներից, տնտեսվարողներից, պետական մարմիններից ստացած ազդակների բովանդակային փոփոխության պահանջի համատեղ
համատեքստում եւ փորձում է արտացոլել նաեւ այդ համատեքստը։ Դուք նաև նշեցիք ձեր խոսքում կորոնար ստենտի շուկայում արված ուսումնասիրությունները, այս ոլորտում ինչ խնդիրներ է արձանագրվել եւ հանձնաժողովն ինչ առաջարկներ ունի ոլորտը լավարկելու համար։ Այո, իհարկե, հանձնաժողովը երկրորդ ոլորտը ընտրեց ստենտավորման ստենտների շրջանառության ոլորտը եւ ստենտավորման ծառայությունների ոլորտը։ Այստեղ նշենք, որ ամբողջական դարձնելու համար նախ պետք է ուսումնասիրենք ստենտների շրջանառության ոլորտը, թե ովքեր են ներմուծողները, ինչ տնտեսվարող սուբյեկտներ են իրականացնում ստենտների մատակարարումը եւ դրա տրամաբանական շարունակություն որպես ստենտավորման ծառայությունների ոլորտը, որտեղ ստենտը որպես վերջնական սպառում իր իրացումը գտնում է ստենտավորման ծառայությունները մատուցելիս բուժարայի կողմից տվյալ ծառայությունը ստանալու պարագայում։ Այստեղ մենք հանձնաժողով ուսումնասիրեց ուրեմն ստենտների ներմուծում իրականացնող ընկերությունները որոշակի ժամանակահատվածում։ Պետք է արձանագրեմ, որ նախորդ տարի ուսումնասիրության իրականացման նախորդ տարի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը ավելի շատ էր, քան տվյալ ուսումնասիրվող այն ժամանակահատվածում, ինչպես գործընկերս նշեց, արդեն այսինքն շուկայի մասնակից տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի նվազում էր դիտարկվել եւ հանձնաժողովը որոշեց բովանդակային հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել դա եւ ինչու են որոշակի տնտեսվարող սուբյեկտներ դուրս մղվել շուկայից։ Բովանդակային ուսումնասիրելու պարագայում հանձնաժողովը հայտնաբերեց, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, որի հիման վրա ստենտ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր էին ունենալ լրացուցիչ ավտորիզացիոն նամակի առկայություն, որի առկայության պարագայում կարող էին մասնակցել պետական գնումներին եւ որի հիման վրա իրականացնել ստենտի մատակարարում համապատասխան ստենտավորման ծառայությունների իրականացնող կազմակերպություններին, այսինքն բժշկական հաստատություններին։ Եվ դա ինչ է իրենց ներկայացնում այս պահանջը։ Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռքբերումները ստենտների իրականացնում են ոչ արտադրողից, այսինքն զուգահեռ ճանապարհով են կամ միջնորդավորված են ստենտի ներմուծումը իրականացնում, այդ տնտեսվարող սուբյեկտները ավտոմատ արդեն չեն կարող մատակարարումներ իրականացնել ստենտավորման ծառայություն իրականացնող կազմակերպություններին։ Այստեղ հանձնաժողովը ամփոփ խորհրդատվություն իրականացնելով առաջարկեց համապատասխան լիազոր մարմնին տվյալ դեպքում առողջապահության նախարարությունը վերանայել տվյալ պահանջի պարտադիր լինելու պահանջը, որը դեռևս աշխատանքային փուլում է եւ դեռևս քննարկումների փուլում է։ Իսկ ինչ վերաբերվում է ամբողջացնենք, որպեսի դրա շարունակություն արդեն բժշկական կազմակերպությունների կողմից ստենտավորման ծառայությունների մատուցմանը, հանձնաժողովը արդեն խոր ուսումնասիրություն իրականացնել կոնկրետ որ բժշկական հաստատություններն են իրականացնում ստենտավորման ծառայություններ, ինչպիսի կենտրոնացվածություն գոյություն ունի, ինչ համամասնությամբ եւ ինչ գիտենք արդեն պետք պատվի եւ ստենտավորման ծառայությունների շուրջ 50%-ից ավելը իրականացում է պետպատվեր համակարգով, բուժառուներ եւ վճարովի համակարգով ուսումնասիրվեցին եւ պետպատվերի գները եւ վճարով տարբերակով իրականացվող ստենտավորման ծառայությունների գները, ամփոփելով այս ամենը նույնպես համագործակցելով տնտեսվարող սուբյեկտների եւ լիազոր մարմինների հետ, առաջարկների փաթեթը ներկայացվել է լիազոր մարմին։ Քանի որ ժամանակի սղություն ունենք, ես ցանկանում եմ մեր ունկնդիրներին ուղղորդել դեպի մեր հանձնաժողովի կայք, որտեղ բոլոր ուսումնասիրությունները հրապարակված են եւ առավել մանրամասն ունկնդիրները կարող են ծանոթանալ եւ առաջարկների փաթեթին եւ բուն ուսումնասիրության նախորությամբ մուտք գործելով հանձնաժողովի ուսումնասիրություններ բաժին, որտեղ առանձին տեղադրված են իմ թվարկված 3 ուսումնասիրությունները։ Եվ վերջում ներքին շուկայի ուսումնասիրություններից զատ եղել է նաև միջազգային համագործակցություններ։ Այս ոլորտում հանձնաժողովը ինչ առաջընթաց է գրանցել, մի փոքր ներկայացնեք։ Ինչպես նշեցի, այո, հանձնաժողովի համար միջազգային համագործակցությունը կարևոր ուղղություն է, որովհետև մենք իզոլացված չենք աշխարհից։ Մեր աշխարհի հետ համագործակցությունն է մեր զարգացման, նորարարական մոտեցումների ներդրման հիմնական աղբյուրներից մեկը։ Այս ուղղությամբ 2025 թվականի հիմնական եւ առաջնային ձեռքբերումը կարող ենք համարել Հայաստանի Հանրապետության մրցակցության սպառումների շահերի պաշտպանության հանձնաժողովի ICPN լիիրավ անդամ դառնալը։ Ինչ է իրենց ներկայացնում ICPN-ը? ICPN-ը միջազգային ցանց է սպառումների շահերի պաշտպանության ոլորտում կիրարկող մարմինների։ Եվ ինչով է սա կարևոր եւ անկյունաքարային կարելի ասել անգամ ձեռքբերում է թե Հայաստանի Հանրապետության, թե մասնավորապես հանձնաժողովի համար,
եւ դա հիմնավորվում է նրանով, որ մենք փաստացի հանդիսանում ենք ոլորտում գործող ավելի քան 80 երկրների, առաջադեմ երկրների, այստեղ կարևոր է ընդգծել, հիմնական կիրարկող մարմինների ցանցում, որպես հավասարի քննարկման հնարավորություն եւ փորձի փոխանակման հնարավորություն ունենալով այդ մարմինների հետ, ովքեր անցել են ավելի քան 20, 30, 40 տարվա ճանապարհ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, որը մենք մեր նախորդ քննարկման ժամանակ էլ նշեցինք, որ որպես նոր գործառույթ, նոր ուղղություն հանձնաժողովի գործունեության շրջանակներում հանձնաժողովը ուղղակիորեն ձեռք է բերել նախորդ տարի։ Այսինքն, եթե մենք անուղղակիորեն ունենք հնարավորություն ամբարխիչ մրցակցության համատեքստում ազդեցություն ունենալու սպառողների շահերի ապահովման վրա, այս դեպքում 2025 թվականից հանձնաժողովը հանդիսանում է արդեն սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմինը Հայաստանում, հետևաբար ունի պարտավորությունների եւ լիազորությունների նոր շրջանակ, որի մասով այդպիսի համագործակցությունը ավելի մեծ փորձառությամբ մարմինների հետ, այդպիսի ֆորմատում, այդպիսի հարթակում քննարկումների եւ փորձի փոխանակման հնարավորությունը մեզ տալիս է զարգացման առաջանցիկ տեմպ ձեռք բերելու հնարավորություն։ Այստեղ կուզենայի հատկապես ընդգծել նաեւ այն, որ բացի բազմակողմ համագործակցությունից, որը արդեն ընդգծեցի, ICPN-ի լիիրավ անդամ դառնալով սպառողների շահերի պաշտպանության ոլորտում հասավ իր կարևոր հանգրվանին, կարևոր է նաև երկկողմ համագործակցությունը եւ կուզեի ընդգծել, որ հանձնաժողովը օրինակ 25 թվականի ընթացքում ձեռք է բերել, ստորագրել է Եգիպտոսի մրցակցության պաշտպանության պետական մարմնի եւ Չինաստանի մրցակցության պաշտպանության պետական մարմնի հետ երկկողմ հուշագրեր, որը մեզ թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները ոչ միայն իմ նշած այդպիսի կարևոր հարթակներում, ինչպիսին են մրցակցության միջազգային ցանցը կամ սպառողների շահերի միջազգային ցանցը, այլ նաեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում խորացնել կոնկրետ ուղղություններով կոնկրետ համագործակցության ֆորմատները։ Շնորհակալություն։ Մեր սիրելի ռադիո լսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք